Ողջույն բարեկամներ, գիտեմ հեշտ շրջան չենք ապրում, բայց անձնվեք չկա, վհատվեք չկա, նշտերի ասած թող մնան բոլոր նրանք, ովքեր բարերապես չեն մեռել։ Եվ այսպես անցնենք մեր օրվա անցուդարձին։ Իսկ հաղորդում ուզում եմ սկսեմ Օմար Խայամի հոյակապ խոսքերով։ Ասում է, եթե ժողովուրդները թքում են երեսիդ, նշանակում է դու թուրք ես, իդեալական ասած։ Երեսը արդեն զգացել են բոլոր ԿՊ-ականները եւ դա իրենց առանձնապես չի հուզում, որովհետեւ իրենց ասոցացնում են հենց թուրքերի հետ։ Դա համար էլ չեն նեղում։ Դրա մասին ամեն դեպքում ասել է հենց իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը չի նեղում, երբ իրեն ասում են թուրք։ Բայց որ ասում են կապիտուլյան, այդտեղ չի դիմանում։ Թուրք ասում են, իրավար խնդիր չկա։ Նույնիսկ եթե դա նշանակում է, որ բոլոր ժողովուրդները թքում են քո երեսին։ Եվ այսպես J.D. Vance-ի այցին Ադրբեջան եւ Հայաստան անդրադարձել են նաեւ մեր հայրենակիցները Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ինչու եմ սա շատ կարևորում ես, որովհետեւ զգում եմ, թե ինչ զգայունությամբ են վերաբերվում ամերիկյան սենատորները, կոնգրեսականները, մանավանդ այն գնահատականներին ոչ թե գալիս է ոչ թե Հայաստանից, գրեք, որոնք գալիս են ոչ թե Հայաստանից, այլ մասնավորապես Սփյուռքից, որովհետև 2 միլիոն պլյուս քվեարկողներ իրենց քվեարկում են հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներին է խոսքը։ Հետևաբար իրենց համար հայկական բնակչության տրամադրվածությունը գնահատական դեպքերում շատ ավելի կարևոր է, քան Հայաստանում ինչ կասվի կամ Հայաստանի կառավարությունը ինչ կասի, որովհետև իրենց ձայներ ստանալու կամ չստանալու մեջ դա ոչ մի էական նշանակություն չունի։ Եվ այսպես լսենք ինչպես են սա արձագանքում Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր եղբայրները։ Today. J.D. Vance almost did the right thing today. He is in Armenia. He actually visited the Armenian Genocide Memorial in Yerevan, posted on social media acknowledging the genocide. However, just hours later, he deleted the post and continues to deny that the genocide happened. And what this tells you is that J.D. Vance and Trump are not your friend. Կարծես լավ բան է եղել եկել են J.D. Vance-ը եկել է Հայաստան, գնացել է Ծեծեռնակաբերդ, դրա մասին գրել է իր սոցիալական մեդիայում եւ անմիջապես 1 ժամ հետո հանել ուղղակի, որը ինչ է ասում իրական, որ J.D. Vance-ը եւ Դոնալդ Թրամփը մեր բարեկամներով չեն։ They never have been. First, Եվ երբեք չեն եղել։ the Dr. Oz stuff last week, now it's this. Հիշեցնում եմ դոկտոր Օզի, Մեհմեդ Օզի գործողությունները, որը ինգլիոս Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչ է։ Հիմա սա You do not have an ally in this administration. I don't. Եվ մենք ասում ենք, մենք այս ադմինիստրացիայի մեջ բարեկամներ չունենք փաստացի։ Not only do they not stand up for Armenians, they can't even acknowledge the Եվ նրանք Հայաստանի բնակչության հետ չեն, եւ նա չեն նույնիսկ վախենում են անդրադառնալ ցեղասպանության։ atrocious act that killed 1.5 million Armenians. That is historical fact. Եվ նույնիսկ են պատական փաստին, որ 1.5 միլիոն հայ է բոլորը։ We will not stop talking about the genocide. We here in the United States will stand up for genocide victims and survivors. And for people like me, who actually come from families that fled the genocide, this will continue to be a personal story that we will tell. Եվ ասում եմ, մենք չենք դադարելու խոսել ցեղասպանությունից, որովհետև դա նաև իմ ընտանիքի պատմությունն է, դա մեր ազգի պատմությունն է եւ մենք չենք դադարելու դրա մասին խոսել։ Սփյուռքի հարգելի իմ բարեկամներ, խոսելուց բացի մենք պետք է շեշտադրումները փոխենք, դարձնենք կատարյալ քաղաքական իրեն։ Այո, մենք խոսացել ենք 100+ տարի, բայց մենք խոսացել ենք ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Շեշտադրումը պետք է փոխվի, ժամանակն է որ դա փոխվի պահանջատիրության այստեղը որ թշնամին ծնկի է գալու։ Ոչ թե մենք իրան հիշեցնենք, որ ինքը հանցագործ է, այլև հիշեցնենք, որ ինքը պարտք է մեզ։ Հասկանում եք, եթե մենք կարողանանք այս shift-ը անենք, այս փոփոխությունը անենք, կդառնանք ազգ պահանջատեր ազգ, հա, ազգ գործոն, ազգ սուբյեկտ, իսկ հիմա մենք օբյեկտ ենք, ընդամենը մի գնդակ, պինգ-պոնգի գնդակ, որ սեղանի վրա
հանրապետականներն ու դեմոկրատները իրար խփում են այս կողմից այն կողմ։ Չեմ ասում խփում են այս կողմից այն կողմ, որովհետև քանի մենք դեռ չենք դարձել պահանջատեր հասկ ցեղասպանությունների հետևանքների վերացման պահանջատեր, մենք մնալու ենք ընդհանրապես հարմար պինգ-պոնգի շար մեզ օգտագործելու համար, սեփական PR-ի եւ սեփական ամբիցիաների համար, երբ որ պետք է նվաստացնեն մոռանան, երբ որ պետք է գալ դոշ ծեծեն ասեն, կուրս ծեծեն ասեն, մենք ճանաչել ենք ձեր ցեղասպանությունը, դուք աշխարհի ամենահին ազգն եք, դուք քրիստոնյա եք, մենք ձեզանով հպարտանում ենք։ Իրականում սա դատարկ խոսքեր են, եթե սա տակ չենք դրել մենք պահանջատիրություն, որ հենց այդ ժամանակ կարող ենք ասել դե խնդրեմ հետևանքները եւ բարոյական եւ ֆինանսական, հա, եւ ամենակարևորը հողային։ Այ եթե մենք սա կարողանանք դնել մեր պահանջատիրության հիմքում, ու մենք կարող ենք, իսկ հիմա ամենալավ ժամանակն է դա անելու։ Մենք պետք է մի հատ sense update անենք, վերանայենք ամբողջ մեր 100 տարվա պատմությունը։ Սա մեզ ստիպում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սա մեզ ստիպում են Թուրքիայից, Ադրբեջանից եւ ամենակարևորը Հայաստանից։ Այս թուրքամետ կառավարությունը մեզ ստիպում է գնալ դրա։ Այ եթե նույնիսկ հիմա Փաշինյան Նիկոլի պարտադրած սահմանադրությամբ հայ ժողովուրդը հրաժարվի իր պահանջներից, բայց դա լինի ձևակերպած Սփյուռքի պահանջում պահանջատիրությունը, այստեղ Թուրքիան չի կարող համարել իրեն հաղթանակած, ինքը հաղթանակած կլինի Հայաստանի կառավարության նկատմամբ, բայց պահանջատիրության հարցը չի վերանում ցանով։ Քանի կա Սփյուռքը, քանի կլինի պահանջատիրությունը, քանի դրա կողքին կանած կլինի եկեղեցին իր ժողովրդով, Թուրքը իրեն հանգիստ չի կարող զգալ։ Դա այն դամոկլյան սուրնը, որը կախված է լինելու իր գլխին, եւ մենք դա կարող ենք հիմնավորել։ Խնդրեմ նկարը։ Իսկ այսօրվա ամերիկյան կառավարությունը այլ բանի մասին է խոսում։ Հասկանում եք, սա նոնսենս է։ Մենք պետք է վերաձևակերպենք մեր պահանջը եւ դարձնենք այն պահանջատիրական։ Եվ այսպես Սփյուռքի արգելի իմ գործընկերներ, իմ բարեկամներ, հերինակիցներ, քաղաքական եւ չգիտեմ, մշակութային գործիչներ, դադարենք լացող տեսակը լինել, հա, երբ որ գնում ես լացում ես, ասա որ ինձ ծեծել են, հա, ասեց հետո։ Հիշում եք ինչ ասեց Նետանյահուն։ Եվ որ ասեց, դուք չեք ճանաչել, ասեց, հա, ես հիմա ճանաչում եմ։ Ինչ հեշտ չէ, ինչ հեշտ, որտեղ դատակա ոչ մի պատասխանատվություն չկա, հետևանք չկա։ Այ երբ որ ասել ես ճանաչում եմ եւ դուք եք, այսատակ լինել հետևանքները, այդ տարածքների իրական տերերը եւ ձեզա պատկանում դրա իրավունքը, այսա լրիվ ուրիշ կոնտեքստ կունենալ արդեն։ Եվ այսպես ես առաջարկում եմ օգտագործել այս առիթը եւ շուռ տալ անիվը դեպի հակառակ ուղղությամբ, որովհետեւ մեր ճշտամիների ակտիվ միջամտության արդյունքում Վահան Քարտաշյանի պահանջատիրության հարցը վերածվեց ցեղասպանության ճանաչման։ Հիմա ժամանակն է, որ մենք հետ վերադառնանք մեր իրական պահանջներին։ Սպասում եմ կոնկրետ գործողությունների։ Իսկ հիմա ասենք Ջեյ Դի Վենսին, ինչ է ասել Բաքվում Ջեյ Դի Վենսը։ Ես առաջինն եմ, որ թռա Ադրբեջանի երկու մասերը կապող Թրամփի ուղու վրայով։ Սա հանցագործություն է այս նկարի նկատմամբ։ Չկա Ադրբեջանի երկու մաս, դա Հայաստանն է։ Դա Հայաստանն է, որ Ադրբեջանը իր սեփականացեց ուղղակի սահմանադրություն փոխելով։ Ոնց որ Ռուսաստանն է Ուկրաինի մի մասը փոխանցում, սեփականացնում ուղղակի սահմանադրություն փոխելով։ Ես հիմա հարց Ջեյ Դի Վենսին ու իր այդ անձնակազմին։ Բան չի ճանաչում Ռուսաստանի իրավունքները Ուկրաինայի տարածքների վրա։ Դե ճանաչեք։ Դե գնացեք ասեք, որ մենք ուրախ ենք, որ թռանք ռուսական, նոր ռուսական տարածքների վրայով։ Համաձայն եմ, որ այս ադմինիստրացիայում մենք չունենք բարեկամներ, բայց կյանքը շարունակվում է։ Մենք չունենք բարեկամներ գուցե նրանից է, որ մենք ճիշտ չենք դիրքավորվել։ Մենք չունենք բարեկամներ նրանից է գուցե, որ մենք այդպես էլ ազգ սուբյեկտ չդարձանք ոչ Սփյուռքում, ոչ Հայաստանում։ Սա թող վիրավորական չնչի Սփյուռքի կառույցների նկատմամբ, բայց քանի մենք ընդամենը ցեղասպանության ճանաչման ընդամենը օրակարգով առաջնորդվող ենք, մենք խղճահարությունից բացի այլ բան չենք առաջացնում։ Այլ բան չենք առաջացնում։
Որբ ու անտեր, խղճահարություն առաջացնող, հա գլուխը կշոյեն, մի քարսել բան կասեն, մենք էլ շոկոլադի նման կհալվենք ու կգնա, բայց տակը ոչ մի քաղաքական հետևանքներ չի մնալու։ Եվ այսպես գոնե այս նոր սերնդի քաղաքական գործիչները, նոր սերնդի ակտիվ մարդիկ կարող են հասկանալ դրանց տարբերությունը, կարող ենք մենք վերադառնալ օգտագործելով այս առիթը Վահան Կարտաշյանի իրական մտածություններին, որը մեր համազգային օրակարգն է եղել, որը ինչ որ կեղտոտ մարդկանց միջամտության արդյունքում դարձել է համազգային լացի թեմա։ Սա պարզաբանում են դրել ինչու է հանել ցեղասպանության մասին նկարը իր սոցիալական մեդիայից։ Լսեք խղճահարությունը։ Վենսի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու են նրա էջից հեռացվել հայոց ցեղասպանության ու Շահամալիր այցի մասին գրառումը։ Ինչպես հայտնել է Ազատություն լրատվականը, հղում անելով աշխատակազմին, գրառումը սխալմամբ տեղադրել է անձնակազմը, որը փոխնախագահի Լսեցիք սխալմամբ։ Պատմական փաստը սխալմամբ է։ Որին իհարկե ոչ մի առանցքություն չունի այս որբ ու անտեր, այս որբանոցը, հա, այս Էփշտեյնի ճտերը ոչ մի բան չունեն, առանցքություններ չունեն սրանք, որովհետև սրանց ճտերն են, որ մի բան են երազում, որ իրենց թողնեն, իրենց ստեղծած հավաբնում շարունակեն քուջուջ անելը, հասկանում եք, փոխաբերական իմաստով ասում, որտեղ Հայաստանը վերածել են հավաբնի ուղղակի։ Այս ամեն ինչի վրա պատրաստ են աշկ փակելը, որպեսզի թողեն իրենց ստեղծած հավաբնում շարունակեն քուջուջ անելը։ Եվ այսպես Վենսի աշխատակազմը դա համարել է սխալ, պատմական իրականությունը սխալմունք է եղել տեղադրել։ Մի հատ էլ լսենք։ Աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու են նրա էջից հեռացվել հայոց ցեղասպանության ու Շահամալիր այցի մասին գրառումը։ Ինչպես հայտնել է Ազատություն լրատվականը, հղում անելով աշխատակազմին, գրառումը սխալմամբ տեղադրել է անձնակազմը, որը փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չի եղել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքու մեկնելուց առաջ կնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի ու Շահամալիր։ Այցի վերաբերյալ Վենսը գրառում էր արել, նշելով ցեղասպանություն բառը։ Երևի այցելությունները սխալմամբ էր։ Երևի Ջեյ Դի Վենսի այն խոսքերը, որ ինքը եկել է քրիստոնեության օրան, հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի քրիստոնյա երկիր, Հայաստանի տարածք է եկել, դա էլ է սխալմունք եղել։ Երևի ընդհանրապես ձեր նախընտրական արշավն ու խոստումները հայ բնակչությանը եւ ընդհանրապես աշխարհին, որ դուք եկել եք քրիստոնեական արժեքները, ընտանեկան արժեքները վերականգնելու, այդ պիղծ դեմոկրատներից փրկելու, այս մարդակեր, այս մանկապիղծ դեմոկրատներից աշխարհը փրկելու համար, գուցե դա էլ է սխալմունք եղել։ Ամեն դեպքում պետք է ասեմ, որ ձեր մեկ տարվա քաղաքականությունը հենց դա էլ ապացուցում է, որ դա էլ է սխալմունք եղել։ Ուղղակի չգիտես ինչի ցեղասպանության մասին հիշատակումը մենակ շեշտվեց, որ սխալմունք է եղել։ Չէ, միանգամից ասեք կներեք մեր ամբողջ նախընտրական այս խոստումներն ու արշավը, այո, սա եղել է սխալմունք, ավելի ճիշտ մեծ սուտ։ Եվ այսպես հակառակ կողմը դեմոկրատները, մասնավորապես Նենսի Պելոսին, որ ընդամենը 2.5 տարի առաջ Հայաստանում էր, գրում է, երբ 22 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում եւ հստակ խոսեց հայոց ցեղասպանության մասին, որովհետեւ ճշմարտությունը կարևոր է։ Այդ ճշմարտությունը հաստատվեց 2019 թվականին Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև ճանաչելով հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև երբ նախագահ Բայդենը ցուցաբերեց բարոյական արժեքություն պաշտոնապես ընդունելով այն 2021-ին։ Հա, խորապես հիասթափեցնողը, թեև զարմանալի չէ տեսնել, որ փոխնախագահ ջնջել է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգանք է զորերի հանդեպ։ Սա նրա համար չեմ կարծում, որ մենք հիմա այս շոկոլադի նման պետք է հալվենք Նենսի Պելոսիի գրածից եւ ասենք, ահ, Ամերիկան էլի մեզ խղճեց։ Կան մարդիկ, որոնք մեզ խղճում են եւ ճանաչում են մեր ցեղասպանությունը։ Բոլորի սա համար չի դա։ Ուղղակի պետք է իմանալ, որ երբ որ դու քեզանից բան ես ներկայացնում, անպայման քեզ հաշվի են առնում եւ հաջորդ չէ՞ որ ընդամենը 7-8 ամսից ընտրությունները
Չէ որ այս ամեն ինչը կարծում ես Սփյուռքում եւ իրենք ակնկալում են մեր հայերից ծայրերը։ Սա նայ չի որ Նենսի Փելոսին սուտ է ասում, ինքը ճիշտ է ասում, բայց սա ասելու կարիքը չէր լինի, եթե հայկական ֆակտորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում էական չլիներ։ Հասկանում եք, սա է դրդապատճառը որ ասում է, ոչ թե որ ինքը կեղծավոր է կամ սուտ է, ինքը կարող նույնիսկ սա չնկատել, ոչ ասեն Ջեյ Դի Վենսը առաջի բանը չի որ ասում է մի բան անում է հակառակը եւ ընդհանրապես Թրամփի ադմինիստրացիան, բայց ո ամեն ինչին իրենք չեն հասցնում անդրադառնալ։ Այն հանգամանքը միայն որ Սփյուռքը գործոն է, հայ համայնքը գործոն է, Կալիֆոռնիայում եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հայ ընտրողը գործոն է, ստիպումը իրենց խոսել այդ մասին։ Այո, ասել ճշմարտությունը։ Բայց սա չէ որ միակ ճշմարտությունը չի որ ասելու գալիքում։ Եվ այսպես վերադառնամ են առաջի մեր թեմային։ Ժամանակն է դառնալ գործոն, ազգ գործոն, ազգ սուբյեկտ եւ լացողից վերածվել պահանջատերի։ Դուք պատկերացնում եք ինչ կկատարվեր Սփյուռքում, եթե երեխաները ընդհանրապես ուրիշ ձև դառնային, ուրիշ ձև մեծանային, ուրիշ միջոցառումների մասնակցեին, ոչ թե ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության, որտեղ երեխաները նվաստացված եւ կոտորված են զգում, այլ հակառակ ճանաչելով պատմական անցյալը դառնալ պահանջատեր, ասել բալես քո պապեի տունը այնտեղ, տեսնում ես այդ հողը քարտեզի վրա Google Map-ով եւ այլն, սա քոնն է եւ մենք պետքա վերադառնանք, այսա քոնն է, դու ես սրա տերը, սա մեր ժառանգությունն է։ Պատկերացնում եք մեր սերունդները ինչ ձևով կվերադառնային եւ ընդհանրապես Հայաստանին, Թուրքիայի այսօրվա տարածքին ինչ ձևով կնայեին եւ ինչ ձևի քաղաքացի կմեծանային եւ ինչ մեջներացած հայրենասիրական եւ ինքնաճանաչման բովանդակային իմաստով ինչ բան կլիներ մեջ ստիմուլ ապրելու, ստեղծագործելու համար։ Սա ուրիշ վիճակ է։ Երբ որ քեզ ասում են ընդհանրապես կոտորել են ու դու մի մարդ ես, մի ցեղ ես, մի ազգ ես, որին կարելի է կոտորել ու շպրտել աշխարհով մեկ եւ դու գնա հարմարվի քո նոր ստատուսով, այս հոգեբանությունը լրիվ այլ բան։ Ու պետք չի զարմանալ, որ մեր երեխաները կամաց չեն ուզում առաջվեն այդ ցեղասպանության թեմայի հետ, որովհետեւ դժվար է քեզ ճանաչել տուժած կողմ ու շանակել լասել դրա վրա։ Շատ ավելի ոգևորող է, որ ճանաչելով փաստը գնում ես քո ունեցածի հետևից դառնում ես պահանջատեր։ Տանք մեր երեխեքին այդ հնարավորությունը եւ տեսեք իրենք ինչեր կանեն, ավելի լավ, քան մենք ենք արել մեր ժամանակին։ Եվ այսպես Ռուսաստանում են մի տեսակ խառնվել իրար։ Խառնվել են իրար, կարծես չգիտեն Փաշինյան Նիկոլովը, կարծես չգիտեին այս կապերը ինչ հետևանքներ է բերելու։ Հա, եւ ասում են Ռուսաստանը պատրաստ է նոր ատոմակայան կառուցել Հայաստանում շատ կարճ ժամանակամիջոցում։ Ռուսաստանը պատրաստ է։ Իսկ ինչի է Ռուսաստանը թողել, որ հասնի ընդհանրապես այս վիճակին։ Չէ՞ որ իրենց կապիկն է նշանակած այդ աթոռում։ Եթե սա ձեզ անհանգստացնող թեմա է, եւ Ռուսաստանը ասում է շահագրգռված է ինքնիշխան եւ ուժեղ Հայաստանով, սա էլ կապիկինն է ասում։ Դե հասկացի սրանց ուզած ընդհանրապես ինչն է։ Պեսկովն է խառնվել իրար։ Մոսկվան ավելի մատչելի եւ որակով ատոմային էլեկտրակայան կարող է կառուցել։ Դեռ ես ինչ եք խառնվել։ Ինչ եք խառնվել, նոր հասկացաք, որ Հայաստանը սկուտերի վրա մատուցել եք Թուրքիային։ Ինչա, սա չէ ձեր ուզածը։ Ինչն է այս ծրագրի մեջ գնացել ոչ ձեր ուզած ուղղությամբ։ Հայաստանը երբեք Ռուսաստանից ինքնուրույն ոչ միտեղ չի գնացել։ Դուք եք Հայաստանին հանձնել սկուտերի վրա, ընդ որում արյունոտ սկուտերի վրա, սպանելով։ Ու այսօր առաջարկում են ավելի լավ ատոմակայան, առաջարկում են անկախություն։ Դուք մեր անկախությունը ուղղակի այդա մեջ խեղդելով տվեցիք թուրքերին։ Ինչի մասին է խոսքը։ Ինչն է փոխվել Ռուսաստանում։ Ես սենց եմ հասկանում, կամ դուք կատարյալ ապուշներ եք նստած ընդ եւ չեք հասկանում դուք ինչ եք անում, հա? Կամ դուք տիեզերական մասշտաբի ցինիկներ եք։ Այսքան բան անելուց հետո, ընթացքին հետևելուց հետո, դեռ մեզ ուզում եք ապացուցել, որ դուք տեղյակ չէիք փաստորեն, դուք ինչ եք անում։ Եվ հիմա փորձում եք հետ բերել ձեր կորցրածը։ Կասնի երևի մի փոքր ժամանակ, մենք հասկանանք ինչ է սրա տակ,
Բայց այն ինչ որ դուք անել եք եւ ինչ որ դուք հայտարարում եք, չի բռնում իրար։ Ընդհանրապես հակառակը խղճահարություն առաջացնում եւ զզվանք նույնիսկ։ Որ դուք այնքան տագետ եք, որ իբր չեք հասկանում, որ դուք ինչ եք անում։ Հասկանում եք։ Ես տխմարը հայտարարում եմ, որ front office-ը, այն որ պետքա դիմավորի բեռները, ընդհանրապես կարող է մարդ չլինել այնտեղ։ Միայն արհեստական բանականություն։ Այսինքն Ալիևի ասածը, որ ես պետք է մտնեմ Հայաստանի տարածք ու իմ բնակիչը ոչ մի հայի դեմք պիտի չտեսնի, որտեղ զզվում է իրան գենետիկորեն։ Փաստորեն, էդ էլ ապահովում։ Կարող է ընդհանրապես մարդ չլինել։ Այսինքն մենք դառնում ենք այդ երկիր, որտեղ հայ մարդը չի որոշում, արհեստական բանականությունն է որոշում։ Արհեստական բանականությունը ազգություն չունի։ Արհեստական բանականությունը ինքն էլ կառավարող բանականություն է։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ արհեստական բանականությունը աչք չի փակելու նարկոտիկներ տեղափոխողների վրա, զենք ու զինամթերք տեղափոխողների վրա, հա։ Սա է ապահովում Հայաստանի ապագան դեպի կործանում։ Մի բան, որ հերքվում էր լրիվ, հերքվում էր օգոստոս ամսից Ճիվաղի ամբողջ ագիտացիոն պրոպագանդոնների բանակը, հա, բոլորը։ Նման բան չկա, ոչ մի սուվերենության կորուստ, հայ զինվորը, հայ տարածք, հայ, չգիտեմ, հայ սպա, հայ տամոժնիկ եւ այլն։ Չէ, ոնց։ Ալիևն ասել է պիտի չլինի, ոնց կարող է դե մարդ լինի։ Իսկ Ռուսաստանի մասով Ռուսաստանի շահերը վնասելը չի լինելու մեր օրակարգում, որը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ, ասել է Փաշինյան Նիկոլ։ Են տեսել եք են Վանդամեն վիդեոն, այն որ երկու բեռնատարների վրա շպագատ է իջնում։ Հիմա կամ ես շպագատի վրա է, ու գնալով ես բեռնատարները հեռանում են իրարից։ Ես շատ կասկածում եմ, որ ես բեռնատարների նույն վարորդն է քշում։ Ես գիտեմ, որ նույն վարորդն է քշում եւ համաձայնեցած արագությամբ եւ համաձայնեցած դիստանցիայով։ Բայց ոչ մեկ խոսք չի տվել, որ բեռնատարների ուղղությունները չի թեքվելու մի օր։ Եվ այս շպագատ իջացին, պետքա ես մի հատ նայեմ, այս ընթացքում իր ինչ է լինել։ Մանավանդ, որ սպասվում է սրա այցելությունը դեպի Թեհրան։ Եվ Թեհրանը սրան առաջարկելու է համապարփակ դաշնակցության եւ համագործակցության ծրագիր, որ այս շպագատ իջացը երկկողմանի կարող է հիմա ստիպված լինի երակողմանի շպագատ իջնել, հետո մի հատ 4 կողմանի, քառակողմ, մի հատ Հնդկաստանը կարող բան առաջարկի, Չինաստանը։ Ես շատ կասկածում եմ սա ֆիզիկական հնարավորությունների վրա։ Վերջում այս բոլոր երկրները հավաքվել են ու ճղեն մեջներից։ Հասկանալով, որ էսի խաբելը բոլորին։ Սա այդքան ուղեղ չունի, որ ինքը խաբի։ Հված ասեք, այս գանգը, որ կա սարված դեմքին նայում ես, սա ուղեղի ոչ մի նշում չկա սրա մեջ։ Սա կա մի բան, սրա մոտ, ամեն կերպ, բոլորին ամեն ինչ խոստանալով, պահել սեփական իշխանությունը։ Ու ինքը հասկացել է մի բան, եթե չես ուզում կորցնես իշխանությունը, բոլորին ասա հա։ Բայց միջև որ կետը դու կարող ես բոլորին բավարարել, չէ՞ որ մեր տարածաշրջանում առնվազն երկու անհամատեղելի ուժ կա։ Անհամատեղելի, դա Իրանն առանձին եւ մնացածը։ Ես չեմ ասում Ռուսաստանը, Իրանը առանձին ու մնացածը, որտեղ Ռուսաստանը կարող է բոլորին բարիշել։ Ամերիկայի հետ էլ աշխատել, Թուրքիայի հետ էլ աշխատել, բոլորի հետ կարող է աշխատել ու ծախել։ Սա ծախել Ուկրաինայի դիմաց։ Իրանը անհամատեղելի է դրա։ Դու ոնց ես ամեն ինչ խոստալու եւ նրան եւ նրան։ Այո, սպասում են։ Եվ հույս ունեն, որ 26-ին Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ Թեհրանում բանը տնկել են այդ համաձայնագիրը։ Եվ տեսնես ինչ է ասելու սրան։ Ոնց է սրանց խաբելու։ Չէ՞ որ չի կարա այս աստիճան լկտի ռուսերեն ասել, չէ, ճիշտ է, մենք իրենց այդ ամեն ինչ տալիս ենք իրան, բայց ձեր հաշվին չենք տալիս։ Իհարկե, եթե
կուլիսների հետևում ուսնեն ու ամերիկացիները չեն համաձայնվել այս ամեն ինչի մասին։ Որ ես վստահ եմ, ես այդպես էլ կա։ Բայց դու նույն բանը ո՞նց ես Իրանի հետ անելու։ Ապրենք տեսնենք։ Ամեն դեպքում ես ասեմ, մի բան կա տարածաշրջանում, որ չի կառավարվում այս կեղտոտ ռեժիմների կողմից, մարդակեր, որ մասին դեռ մենք խոսալի ենք, ռեժիմների կողմից ու կանոնած ասած բոլորի կողքին, դա Իրանն է։ Դա Ռուսաստանը չի, ինչ որ ասում են, այս երկրի փրկիչը, աշխարհի փրկիչը, Պուտինն է, ինքը չկա այդ գլոբալիստների դեմ այդ մի հատ երկիր կա, որ համաշխարհային բանկը չի մտել, ոչ մի ձևով իրենց չի ենթարկվում, դա Իրանն է։ Տեսնենք իրենց հետ ոնց է։ Լսենք սա, հետաքրքիր է։ Տեղյակ որ թրիփ կոչվածի շրջանակներում Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Սյունիքում հողեր տալ օտար բաժնետիրական ընկերության։ Հիմա կասեք, ես ինչ ես ասում, բացատրեմ հեսա։ Այն ընկերությունը, որը պատրաստվում է ստեղծվել այդ հայ-ամերիկյան ընկերությունը, որում Հայաստանը ընդամենը 24% մասնաբաժին է ունենալու, Փաշինյանի էկոնոմիկայի նախարարը հարցազրույցներից մեկում, հեսա ներքևում կտեղադրեմ կնայեք այդ հատվածը, ասում է, որ իրենք սկզբի փուլում գումար չեն ներդնելու հավանաբար, այլ տարածքներ են տալու, այսինքն այդ ամբողջ երկայնքով ենթադրվում է այդ հողերը կներդնեն այդ ընկերության մեջ, եւ քանի որ այդ ընկերության մեծ մասնաբաժինը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ սկզբանե ստացվում է, որ ինչ որ 200 միլիոն ներդրման դիմաց, որը ինքն է հնչեցնում այդ թիվը, այդ տարածքները տալիս են ԱՄՆ-ին։ Այստեղ ես ընդհատեմ Հովանեսին, Այդիսյան եւ Լիվան ավելացնեմ։ Ալիևը հիշում եք հայտարարել է, որ այդ ճանապարհը իր սեփականությունն է։ Իր սեփականությունը։ Այսինքն արդեն պայմանավորված է, որ հողերը որ տալիս է 99 տարի ժամկետով առնվազն, հա, մի հիմնարկի, որը Ալիևի սեփականությունն է։ Եթե նույնիսկ այսօր ձևակերպածել չի, ցանկացած հիմնարկ, ցանկացած գործարք, ցանկացած կորպորացիա կարելի է առնել եւ վաճառել։ Անկախ նայած դա որտեղ է գրանցված, ինչ դրոշի տակ է գրանցված, որ օֆշորում է գրանցված։ Ալիևը պարզ ասել է, այդ իր սեփականությունն է։ Ու սրանք Հայաստանի Սյունիքը ծախում են որպես սեփականություն Ալիևին։ Հուսատակ ստորագրողներ կան, սան գովացողներ կան, որում այդ մարդիկ ապրում են Հայաստանում։ Իրենց հայերը բարև են տալի։ Իրենց հայերը իրենց տեսնելուց չեն ապտակում։ Ոչ մի բան չեն ասում։ Բայց հույս ունեն, որ մի տեսակ իրենք կփրկվեն այս ամեն ինչի մեջ։ Շնորհակալություն լսենք։ Այսինքն այդտեղ հավանաբար կտան մի 100 տարով կառավարման, էլի, ի սկզբանե նշանակում է, որ այդ տարածքները այլևս չեն լինի մեր որոշումների իրավասության ներքո, ինչքան էլ որ կրկնում եմ, այդ փաստաթղթերում այդպես գրած է։ Ուրեմն սրա հետ կապված մի պատմություն ինձ հիշեցրեց այս ամենը, այն ժամանակ, երբ ինքս պետական համակարգում էի աշխատում եւ ներդրումների քաղաքականությամբ վարչությունն էի ղեկավարում, դա կարծեմ 10-11 թվականներն էր էկոնոմիկայի նախարարություն։ Մի ծրագիր էր եկել գաղտնի փաթեթով ներդրումային ծրագիր։ Հիմա կզարմանաք ինչու եմ պատմում, որտեղ իրավունք չունեմ պատմելու, բայց քանի որ այդ իրավունքի սահմանափակումը վերացել է, ինչու, քանի որ այդ ծրագրի սեփականատերը, ով նախաձեռնել էր, մի հրեա մարդ, որը իր քաղաքացիությամբ ամերիկացի էր, ազգով հրեա, նստում էր Էմիրություններում կարծեմ, որը ընկերություն էր բացել, անունը Ռասիա Ֆզե, որը ուզում էր հյուսիս-հարավ երկաթգիծ Հայաստանում կառուցեր, այսինքն Պարսկաստանով դուրս գար Վրաստանով, հա, ծով դեպի, եւ ընթացքում կառավարությունը երբ հրաժարվում է այդ ծրագրից, որոշում է Հայաստանին դատի տալ։ Ես այս բոլոր տվյալները տակը կդնեմ կնայեք, որ իմանաք, որ բացարձակ հավաստի տեղեկատվություն եմ ձեզ ասում։ Եվ Հայաստանից պահանջում էր ուշադրություն 331 միլիոն դոլար։ Դա էր տվել կարծեմ 2018 թվականի օգոստոսին, բայց արբիտրաժը պարտվում է։ Միջազգային ներդրումների շուրջ վեճերի միջազգային արբիտրաժում էր դատի տվել Հայաստանին, հեղում անելով հայ-ամերիկյան ներդրումների այդ համաձայնագրերի վրա, ներդրումների աջակցության եւ պաշտպանության։ Ես նախորդ ասեմ Նիկոլով ոգևորվածներին
որ օրը գալու է, Նիկոլը դատվելու է, ի սկզբանե հանցագործ լինելով արած արդեն կատարողության հանցագործությունների համար։ Ուրեմն նայեք, 20 թվականի ծեսքով Նիկոլը հանցագործ է։ Եվ այդ քրեական գործերը, որոնք չհալուցվեցին, բայց բողոքները կա, հիմքերը կա, ինքը դատվելու է այդ հանցանքների համար։ Այսինքն ինքը այսօր ինչ ստորագրի, ինչ պայմանավորվի, վաղը միջազգային ատյաններով այս ամեն ինչը ապացուցվելու է, որ այս երևույթը, որ ինքը այս քայլերին գնում է, խոստումներ է տալիս է, դրանք իրավական հիմք չունեն։ Ես ամեն առիթով կրկնել եմ, ամեն առիթով ցանկացած մեկը, որ սրա վրա հույս ա դրել, որ այս ինչ որ մի բան խոսա տալուս, ու սա երկարատև աշխատելու է, կամ անմեղ ստմակ է, կամ մտածում է ինքը հավերժ սրան պահելու է իշխանության։ Մինչդեռ աշխարհը ապացուցել է, որ հավերժ ոչ մի բան չկա։ Ոչ Հիտլերի իշխանությունն էր հավերժ, ոչ Չաուշեսկուի իշխանությունն էր հավերժ, ոչ Ստալինին էր հավերժ, նույնիսկ սովետական միությունը հավերժ չէր։ Հասկանում եք, այս ամեն ինչը կրծնելու է ու սրա տակ ոչ մի հիմք իրավական թրիպից սկսած չկա, որի հիման վրա կարող են իրենք մտնել արբիտրաժ ու Հայաստանից բան պահանջել։ Դա եւ վերաբերվում է եւ Արցախին, եւ Նախիջևանին, եւ Արևմտյան Հայաստանին, ամեն ինչին վաղ թե ուշ այս ամեն ինչը վերանալու է։ Վաղ թե ուշ այս հետևից նկարը գալու է, կանգնելու է իր ճիշտ տեղը, որտեղ աշխարհը հասկանալու է մի բան։ Ախպեր, այս քաոսից պրծնելու միակ տարբերակը իրավական դաշտ վերադառնալն է։ Ու բոլոր նրանց, ովքեր աշխարհն ուզում են վերածել ջունգլիի, ինչա իրենք լավ մկաններ ունեն եւ իրենք լավ տղա են իրենց համարում, ոնց որ Հիտլերն էր ժամանակին համարում, ինքը բերում է քաոսի, պատերազմների, կոտորածների ավերածության։ Պետք է ու էլի հասկանալու են։ Ու ոնց 45 թվականից հետո ստեղծվեց նոր աշխարհակարգ, էլի է գալու այդ ժամանակը։ Էլի է գալու։ Ու էլի փոխվելու են սահմանները, էլի գլուխներ են թռնելու։ Պետք է այս ամեն ինչը այսօր, քանի որ արդեն պատմական փոս կա, տենալով հասկանան, որ դուք ձեր գլուխը ինքնական դնում եք գիլյոտինի տակ։ Բայց դա ձեր գործն է։ Ձեր գործն է։ Եվ իրենց թվում է կեղծելով, ստելով, մարդկանց վախեցնելով կարող են պատմություն փոխել։ Վախի մոտնոլորտ ընտրություններից առաջ քննչական կոմիտեն, Թուրքերի քննչական կոմիտեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության իր ծրագրերը։ Լսենք այսօր բանալ ռեպորտաժը։ Քննիչները 7 ընդդիմադիրների մեղադրում են անցած նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում հաղթանակ դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու եւ ընտրական իրավունքի ազատությանը խոչընդոտելու համար։ Մեղադրյալները դաշինքի ավագանու անդամի թեկնածուներ ու աջակիցներ են։ Քվեարկելու հրահանգներից մինչեւ ընտրատեղամաս տանել բերել, հորդորել ում քվեարկել, ում չէ։ Քննչականի այսօր հրապարակած գաղտնալսումներն այս հարցերի շրջանակում են։ Մենակով ընկել քունջի փուճակներից ապեր մորթ եմ անում։ Բրավալայն ծրտե ոնց նայում ստուդենտի այրեն ասա։ Հենց նոր որ դու զանգելից 7 հոգի եսի բերեմ մցրել եմ ներս։ Հենց նոր։ Գործի տեղից մարդուն հանել եմ, բերեմ մցրել եմ, տարել եմ։ Վաղարշապատի ընտրություններում իշխող ԿՊ-ի հիմնական մրցակիցը հաղթանակ կուսակցությունների դաշինքը 32% ձայն էր ստացել։ Ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն այսօր ընկերների հետ քննչականի բակում էր։ Նախ կասկածի տակ դրեց քննչականի ձայնագրության իսկությունը։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ այս մարդիկ չեն, ու մեղադրանք առաջադրվել ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողների։ Ձայներով այսօր հնարավոր չէ ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ։ Եթե անգամ իր թիմակիցները քննարկում են քվեարկության օրվա հետ կապված անցուդարձը, դրա ինչն է հանցագործություն, հարցնում են դիմադիր գործիչը։ Ընտրության օրային որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլն։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Խաչատրյանը Քննչական կոմիտե։ Դա Արտուր Պողոսյանը չէ ասում։ Սկզբից ես մի քիչ մտածում էի, մտածելու ունակ մարդ ես, մտածելու ունակ, ասենք։ Այսօր պետք է հանճար լինել հասկանալու համար դուք ինչ եք անում, երկիր եք անում։ Ես չեմ կարծում հանճարապետ լինելու համար։ Հանճարապետ դա հասկանալու համար։ Հասկանում եք ինչ եք անում։ Քրեական գործ եք ուզում հարուցեք, ընտրությունները կեղծելու համար, վաղուց պետք է հարուցած լինենք ԿՊ-ի դեմ։
Դե հələ պետք է բացահայտեք են ավականու ղեկավարին չի սպանեցին։ Դուք մինչև մեկ Վալոզա Գրիգորյանի սպանությունը չեք բացահայտել։ Դուք Վալոզա Գրիգորյանի սպանել եք ոստիկան։ Դա էլ բացահայտված չի։ Չէ՞ որ մենակ ավականու նախագահին, ավականու ղեկավարին չեք սպանել։ Սպանել եք նաև ոստիկան։ Հայաստանում ոստիկանա սպանվել ու քրեական գործը բացահայտված չի։ Ինչի համար, որովհետև ձեզ սպանացնա։ Դուք չեք հասկանում, որ դուք նախադեպեր եք ստեղծում, վաղը դուք եք նույն վիճակի մեջ լինել։ Դուք ստեղծել եք գործիքակազմ, որով վաղը ոչնչացնելու են ձեզ։ Ես չգիտեմ, դուք հասցնեք ստեղծեք այն երկիրը, որ եթե ձեզ դատեն, գոնե օրենքով դատեն, չէ՞ որ եթե ձեր մեխանիզմով են դատելու, ձեր այսօրվա դատական համակարգով, դուք ընդհանրապես շանս չունեք։ Ընտրությունները այսօրվանից որ իրանք սկսել են այս վախի մտրություններ մտնոլորտը տարածել է, իրենց համար կյանքի մակարդակի վրա կարևոր է։ Այն մարդիկ, որոնք պնդում են, որ արդեն ամեն ինչ որոշված է, Ջեդի Վենսն ասել է, հա, Նիկոլու Դասպրախոտ, հա։ Եթե այդ ամեն ինչ այդքան միանշանակ լիներ, այս քրական գործերը, այս կապիկությունները չեն լինի, եւ ընդհանրապես իրենք հանգիստ կլինեին։ Սա վկայում է մի բանի մասին, որ ամեն ինչ այդքան միանշանակ չի, առավել քան միանշանակ չի, որ հանրապետությունում բացի պրոպագանդոններից վճարվող, որը 1% չեն կազմում, մնացած ժողովուրդը ատելության չափաբաժին ատենց գոյություն չունի, որ ես ասեմ ինչ են զգում Փաշինյան Նիկոլի այս կառավարության նկատմամբ։ Չկա նման չափաբաժին, նման տերմին Հայաստանում հայերենում չկա, որ ասեմ, ու իրենք շատ լավ գիտեն դա։ Ու մենակ ընտրություններից առաջ 5 ամիս առաջ սա անելը հենց դրա վկայությունն է, ավելի ճիշտ արդեն 4 ամիս առաջ։ Սրա վկայությունն է, այնպես որ եթե հույս ունեք սենց հարցերը լուծելու, չի լուծվելու, դուք փրկություն չունեք։ Այդ չեմ ասում, ես 4 ամսի մեջ գիտեք ինչքան բան կարող է փոխվի։ Գնանք առաջ։ Գնանք առաջ եւ տեսնենք ինչ է կարող է փոխվել եւ ինչու։ Հա? Listen, So Pam Bondi said if we prosecute the people in the Epstein files, the whole system will collapse. Okay, so let's do it. Լրիվ ամերիկան լրիվ Հայաստան վիճակը Թրամփի ամերիկյան Նիկոլի դատախազը չմեկ ես ասեցի էլի կրկնել է ամեն օր ասում է որ մեկ է բոլոր հանցագործներին բացահայտենք համակարգը կփլուզվի ամերիկացիներն ասում են դե դավայ օքեյ մեկը փլուզվելու է մեկը սա քանդվելու է որտեղ դու չես կարող Հայաստանը չի Ամերիկայի Միացյալ Նահանգները որ ասենք 340 միլիոն մարդ պատանդի կարգավիճակում պահես ասես գիտեք ես չեմ կարող մանկասպաններին մանկապիղծներին բացահայտեմ դուք կմնաք առանց ղեկավար իրանք թքած ունենան դրա վրա իրանք այդ ղեկավարներին են պահանջում որտեղ իրանք երեխեք են մեծացնում իրանք հարկեր են մուծում իրանք ապրում են եւ իրանք թվացել է դա կապրել են ազատ երկրում եւ իրանք ասում են գիտեք ինչ դուք այդքան ազատ չեք ամեն ինչ այդքան միանշանակ չի մենք ունենք մարդիկ որոնք արտոնյալ են ձեր երեխեքին գողանալ սպանել փչացնել ինչ ուզել անել իրանք արտոնյալն են դրա իրավունք ունեն իսկ դու ոչ մեկ ես ու դրա հետ համատիք դրա պետք է հարմարվես ես չգիտեմ Հայաստանում գուցե շերտ լինի այտենց հարմարվի որովհետեւ առնվազն 100 տարի մենք այդ կարգի ռեժիմում ենք ապրել միջև հիմա որ մարդիկ կան ուղղակի հարմարվող են որովհետեւ պատմական փորձը բերել են դրան որ երևի ճիշտ է հարմարվել է միջև քուերտը գալ բայց այս մարդիկ դրան սովոր չեն եթե ասենք այդ դա կաշխատել Ռուսաստանում, Հայաստանում, Բելարուսում, Ղազախստանում Ամերիկայի Միացյալ Նահանգները չի աշխատելու իսկ եթե այստեղ չաշխատեց այս դոմինոյի էֆեկտը չի կարող չհասնի Հայաստան որովհետև այսօր Հայաստանի այսօրվա անառակ հանցագործ իշխանությունների փաստացի նոր հովանավորը դարձել է այս մանկապիղծ ռեժիմը
name appears more times in the Epstein files than God's name appears in Trump's name appears more times in the Epstein files than God's name appears in the book about God. Ասում է, այս ֆայլերի մեջ, փաստաթղթերի մեջ Տրամպյան ավելի շատ է ստեղծում, քան Աստվածաշնչի մեջ Աստծո անունը։ Դուք Նիկոլի դատախազի պատասխանը դատլսեք։ Nothing is funny about mocking the Bible and Ասում է ոչ մի ծիծաղելի բան չկա Աստվածաշունչը անարգելու մեջ։ Լրիվ Նիկոլա։ Տիպիկ նիկոլական պատասխան։ holding up the Trump Bible. That's what you did. I would say that covering up underage sex trafficking would be mocking the Bible. Ոչ մեկի մոտ կասկած չկա։ Ուսանց հանցագործ են, որ իր դատախազը այսօր դուք չեք պատկերացնի ինչ վիճակում է այսօրվա լսումների ընթացքում։ Ես որ նայում էի, նախ ես այս լկտիության չափի աստիճանի վրա զարմացա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարելի է ասենց լկտի ավարի ու ինքնավստահ լինել, սենց պահել, սենց ինքնադրսևորվել, էլի, սենց չնջես բոլոր սահմաններին պատկերացումների մեջ։ Ես մտածում եմ, այս բան կարող մենակ ասենք լինի Հայաստանում։ Ասենք Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի կատարման բա, այս կարգից, նայեն աչքերի մեջ ու ասեն, ինչ ուզում են, այսօր դի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց որքան դիտի երկար կտևի, ես շատ կասկածում եմ։ Իսկ վերջապես, պարզվեց Մադուրոյի առևանգման պատվիրատուն ով է, որովհետև ես երբեք չեմ էլ կասկածել դրա վրա։ Վենեսուելա սկսել է նավթ ուղարկել Իսրայել։ Մադուրոյին գողանալուց հետո Իսրայելը սկսել է նավթ ստանալ Վենեսուելայից եւ ամբողջ նավթի վաճառքը մյուս երկրներին գնում է միանգամից Թրամփի կորպորացիա։ Ինչա սա։ Սա կազմակերպված հանցագործություն է կոչվում։ Ռեկետ։ Կազմակերպված հանցագործություն, ուրիշ բառով բան չես ասի։ Ու այս կազմակերպվածության հանցագործ երկրի ղեկավարը Հայաստանին երաշխիքներ է տալի։ Անշուշտ երաշխիքներ կարող է տալ, քանի դեռ ինքի իշխանության է, քանի դեռ լծակներն իր ձեռքի տակ են։ Բայց որքան երկար սա կարող է տևի, այս մեծ կասկածներ ունեն։ Մեծ կասկածներ ունեն, որովհետև իրենք էլ են խոստովանում, որ այն արթնացումը, որ այսօր կա գլոբալիզացիայի այս պայմաններում, արթնացում, awakening, իրանք սարսափած են դրանից։ Սարսափած այդ մասշտաբներից իրենք սա չէին սպասում։ Մտածում են ժողովրդին հերթական sense ինֆորմացիոն դոզանա կբացք թողեն ու կշարունակեն իրենց գործը։ Իհարկե բաց թողեցին եւ իրենց գործը շարունակում են, բայց իրանք չեն հասկանում տակից ինչա եռում են այն ոչ թվի 26 թվականի, երբ որ եւ Իսրայելում անտրություններ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անտրություններ, եւ Հայաստանում անտրություններ։ Հայաստանում մենք խոսացել ենք այդ մասին արդեն, մենք գիտենք ինչ ենք անելու եւ մոտավորապես ինչ կարող ենք անել։ Ինչ կլինի այդ երկու երկրներում եւ ինչ արդյունքներ կտա այս ընտրությունները, Ամերիկայի մասով ես իմ կանխատեսումներն ունեմ, որ սրանք դեռիվ տապալվելու են։ Թրամփը այսօր էլ տեղ չկա իջնելու, չկա։ Իսրայելի մասով կուզենամ հավատամ, որ Իսրայելում կա ռեալ բնակչության գերակշիռ մաս, որ ինքը հասկանում է, որ ինքը դարձել է համաշխարհային մասշտաբի մեջ մի երկիր, որի անունը ոչ միտեղ չեն ուզում լսել։ Ես գիտեմ, որ ինչ որ մի մաս կա, որ դա հասկանում է։ Ու ինքը մեծ մասով դրա մեծ մեղավոր չի, բայց որքան շատ է այդ մասը եւ ինչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, մենք կտեսնենք այս տարբանում։ Իսկ սա ուզում եմ դուք անպայման նայեք։ Սա կառավարված երեխաներ են։ Հիմա տեսեք ովքեր են այս ամեն ինչում մասնակիցները, կարդացեք այս անունները։ Օբամա։ Ձեն ազատեմ Բիոնսե, Բիլ Քլինտոն, Բիլ Գեյթս,
Բրյուս Ուիլիս, The Bob Seagate կար։ Սելին Դիոն, սա հայտնիներին է, Սելին Դիոնն էլ անդր է։ Բայց գնեք։ Սինձի Լաուդը, Դեմի Մուր, Կլինտոնի կինը, Ջո Բայդեն, իմ ջալոց, ես ասոր տեսա մի գաղտնազեցված վիդեո, ոստեղ Ջո Բայդենը նախագահ եղած ժամանակ, նախագահական ինքնաթիռով տեղափոխում էր երեխաներ։ Պատկերացեք, նախագահական ինքնաթիռը կանգնեցվում է ճանապարհի մեջ, գալիս են վիդեոները գաղտնազերծվել են այսօր, 3 ուղղաթիռ է իջնում նախագահական ինքնաթիռի կողմ, մեծ ռազմական ինքնաթիռներ, մեջից դուրս են գալի 3 մեծ ուղղաթիռների մեջից երեխաներ շարքով մտնում են նախագահի ինքնաթիռ եւ թռվում են։ Ջո Բայդենի 22 թվականին ձայնագրություններ, 22 թվականին Ջո Բայդենն դերեց։ Երակակաչ։ Մադոննան ես հրճես Մադոննայի բանն է, ինտերվյուն էի նայում, ես զարմացա, որ ասեն մոտապես 70 կինը այսքան երիտասարդ կարող է լինել։ Ասեն սրանք իրենց երիտասարդությունը պահում են հենց տենց վախեցած մանուկների արյունը խմելով։ Սա է գաղտնիք։ Օբաման, Միշել Օբաման, որը պարզված չէ, կինը թե տղամարդ։ Նաոմի Քեմբելը, Օփրա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, էլի։ Այս Օփրան միլիարդատեր դարձավ դրանից առաջ թե դրանից հետո։ Այսինքն ինքը միլիարդատեր դարձավ, որովհետև ինքը տաղանդավոր լրագրող էր, թե միլիարդատեր դարձան, որովհետև իրեն դարձրեցին միլիարդատեր։ Էփշտեյնի հետ ընկերություն անելուց հետո, սա շատ կարևոր է։ Որովհետև եթե Էփշտեյնի հետ ընկերություն անելուց հետո այդ մեդիան բացվեց իր դեմը եւ սկսեց ինքը աշխարհում տարածել մի բանաձև, որ այ որ դու երազես, վստահ եմ շատերը լսել են սա մասն։ Այ որ դու լավ ակտիվ երազես, հարուստ լինելու մասին։ Ոչ մի բան չանես, երազի ուղղակի, ամեն ինչ կունենաս։ Եվ ես գիտեմ ինչքան մարդ կա վարակված, որ ուղղակի երազում է։ Առանց որևէ բան անելու։ Փաստորեն այս մեդիայով Օփրայի ձեռքով վերեցին աշխարհի մի մասի մի բանի իրավիճակում, որ անգործունեություն, անգործ վիճակ, դու ոչ մի բան մի արա, նստած երազում։ Եվ միլիոնները գալու է լցի գետմանները։ Սա մի ամբողջ ինդուստրիա է, որը ղեկավարվում է իրենց կողմից։ Մի միլիարդանոց ինդուստրիա է, մի քանի միլիարդանոց, ասենք դա թիվ չկա, որ ասեմ, հսկայական ինդուստրիա, ֆիլմերի, գրքերի, քարոզի, եւ հետո մի բան է հետապնդում, ես միշտ մտածել եմ, ինչի է սա այսքան քարոզում։ Մի արա ոչ մի բան, ուղղակի երազի, եւ դու կունենաս ամեն ինչ, ինչի մասին դու երազում ես։ Ում է սա պետք։ Եվ բարձում է, ով սրա ամենա առաջի քարոզիչն է, հենց այս պիրծերից մեկն է։ Ում է սա պետք, հենց սրանց։ Որ հանգարց հասարակ մարդը ոչ մի նախաձեռնություն չցուցաբերի, չվնասի այդ համակարգը։ Նստի տանը, նստի երազի աղբիջը, երազի իրան սենց մանանան կթապի քո գլխի։ Պրինց Էդրյուն, նաև պրինց Չարլզը, Quentin Tarantino, Steven Spielberg, ահավոր Tom Hanks, ահավոր մեծ այս ցուցակը։ Մի խոսքով։ Վստահ չեմ, որ ես կադրերը ցույց եմ տվել,
Ես համար վստահ լինելով համար որ դուք այս ամենը տեսել եք, այս առևանգված երեխաների, այս ցուցակով հանդերձ, սա ընդամենը մի մաս, ամեն դեպքում շարունակենք, Պրինց Էնդրյու Բրիտանիայի Չարլզը նույնպես է ցուցակի մեջ է։ Սրանք այցելուներն են, սրանց մասնակցության եւ մեղքի բաժինը դեռ հենց դատարանը ապացուցի վիդեոներով, բանով մենք ունենք Ստիվեն Սպիլբերգ, Թոմ Հենս, հնարավոր է քաշել տարել այնտեղ, հնարավոր է, հա, որպեսզի ինչ որ իրավիճակներում նկարի եւ կամպրոմատներ ունենա իրաց վրա։ Մենք այդ 3 միլիոն առնվազն փաստաթղթերի մեջ հերթով կբացահայտենք ով ինչեր է կապեր ունեցել, այս ամեն ինչում ով ինչ նշանակություն ունեցել, բայց սա արդեն փաստաթղթ ապացուցված բան է, նայեք սա ով է, տեսնում եք սա ով է, Թրամփ, այս էլ Նյու Յորքում է, մարդիկ հավաքված են այս Թրամփ Թաուերի դեմը։ Սա այն երկրի ղեկավարն է, որ Հայաստանի երաշխիքներ է տալիս, խոստումներ է տալիս։ Իր երկրում նայեք, սա կատակ բան չի, սա իրական կազեր է։ Այս 57-րդ փողոցն ու 5-րդ ավենյուն։ 57-րդ փողոցը դա կոչվում է միլիարդատերների ավենյու, Billionaires Road։ Ու 5-րդ ավենյունն է։ Թրամփ Թաուրը հենց ստեղ է։ Մարդը այսքան մարդ է հավաքվել։ Այսքան մարդ մեջտեղի մատ է ցույց տալի իրան երկրի նախագահին, որովհետև ինքը սա է։ Կնստած է։ Այս մանկահասակ երեխեքներ իրենց ծառայում են։ Որ ինչ ճակատագիր է ունեցել դժվար է ասել։ Բայց մենք իմանանք։ Հիմա լսեք այս բանին։ To the survivors in the room, if you are willing, please stand. Սրանք են բաներն են, տուժվածներն են, որ փրկվել And են։ if you are willing, please raise your hands if you have still not been able to meet with this Department of Justice. Եվ ասում եմ ձեր հետ բացասեք ովքեր։ Please know for the Ովքեր հնարավորություն չեն ունեցել արտարադատության այդ նախարարության այդ դիպարտմենտի հետ հանդիպում ունենալ։ Դիմել են չեն ընդունել։ Սրանք այդ մանա թրաֆիկինգից փրկվածներն են։ record that every single survivor has raised their hand. Եվ ասում եմ, like բոլորը փաստորեն ձեռ են բաց ասում, որ դիմել են քեզ օգնության համար, դու նույնիսկ չես էլ բարեհաճել իրանց ընդունես այս նախագահի նավված։ Սա Netflix-ի մասին, ինչ որ հիմա ես ասել եմ, ժողովուրդը կարող է դուք ուղղակի անջատեք հեռուստացույցերը, անջատեք ինտերնետային կապը, երեխեքին հանեք դպրոցից, դպրոցներից, չթողեք ոչ մի մանկական, ոչ մի միջոցառումների գնալ մասնակցային, որովհետև սա խայտարակ բան է։ Սա լսենք։ That so much of Netflix content for children promotes a transgender ideology. Senator Netflix-ում ամբողջ մուտել երեխեքի համար տրանսգենդերների իդեոլոգիան է խալոզում։ Ինչի համար սա ներկայացուցիչն է։ Ասում ես չգիտեմ։ Netflix has no political agenda of any kind. Ասում է քաղաքական բան է, օրակարգ չունի։ Ինքը ուրիշ բան է ասում, բայց Netflix-ը քաղաքական օրակարգ չունի։ I would tell you that. Well, then why is your children's program so full of this highly sexualized, highly controversial agenda? I don't understand it. It seems strange to me. Ասում եմ ինչի է ձեր ամբողջ ծրագիրը այսքան այլանդակված, այլասերված, սեռական այսքան բաները մեջը դրած է, հա, այս իդեոլոգիաները։ Ես չեմ հասկանում, ասում եմ։ Վերջում ասում եմ, լսի, ես 3 հատ երեխա ունեմ, 3 երեխա ունեմ։ Պարս, ես չեմ թողում Netflix-ի նայեն, քանի դեռ ես չեմ նայել, դուք ինչ եք ցույց տալու։ Ու ասում եմ, ես հիմա քեզ ասելու հնարավորություն ունեմ միլիոնավոր ամերիկացիների այդ նշանակություն չունեք։ Ձեր աջենդան, ձեր օրակարգը, ձեր Netflix-ի ի՞նչ է, դուք ինչ եք կարողում։ Ես ես ասեմ ինչ են կարողում։ Ամբողջ մեդիան, որը գտնվում է հրեաների ձեռքում, այս սիոնիստների ձեռքում, որոնք հենց այս ամեն ինչի հիմքում են կանգնած։ Մարդկանց, բնակչության, այլասերման, ընտանիքի մոդելի քանդման, ինքնության վերացման, սա արդեն բացահայտված խոսացող թեմա է, որ
իրենք պետք է հիմա բացատրեն ինչի են դա անում։ Դա չի խոսվում, որ դա տենց է թե չէ։ Հիմա իրենք պատասխանեն ինչի են դա անում։ Իսկ իրենք դա պատասխանը չունեն։ Իրենք ամենակարևորից են սարսափած, որ դա արդեն կա թե չկա չի քննարկվում։ Բոլորը արդեն գիտեն, որ դա կա։ Հիմա ստիպված են պատասխանել ինչի են դա անում։ Հիմա իրենք չեն պատասխանում իհարկե։ Բայց ամենասարսափելին գիտեք որն է, որ բացահայտում է, որ բոլոր մասնայինք they've used satanic pedophilia and adrenochrome and blackmail, pedophilia, entrapment, and blackmail. Jeffrey Epstein's the poster child for this, but he was the employee. Ghislaine Maxwell was actually the Mossad officer running it. And what I've been saying as a former CIA spy is that it's my judgment that CIA and the FBI have been complicit in. Այս նախքին բանը CIA բան ագենտա։ Եվ ասում եմ, այս ինչ որ նայում եմ, ես կարող եմ ասել միա Mossad-ը, CIA-ը եւ FBI-ը բոլորը համատեղ են ամեն ինչ արել։ Միասին են արել։ Pedophilia, entrapment, blackmail in every one of the 50 states in the United States. And so have MI5 and MI6. Every military organization which has a pedophilia chain of command as well as a MI6-ից միջև MI6 դա բեն բրիտանականն է։ Mormon and a Catholic and a Zionist chain of command, and then every nonprofit. And all these organizations that start out protecting children, they end up being pedophilia central organizations. Եվ հասանք ամենակարևորին, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք կոչված են երեխաների պաշտպանության, բարձրում է դրանց բոլոր ղեկավարները հենց ղեկավարվում են այդ պետաֆիլների կողմից։ Այն կազմակերպությունները, որոնք կոչված են երեխաների իրավունքների պաշտպանության, բոլորը կազմակերպված են ղեկավարվում են հենց այդ պետաֆիլների, այդ մանկապերցների, դրանց բառ չկա ասելու, այդ հրեշների կողմից, այդ սատանիստների կողմից։ Սա մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի։ Սա մասնավորապես Արևելյան Եվրոպայում է շատ տարածված, որտեղ մարդիկ ավելի խոսելի են։ Մարդիկ ավելի նախկին սովետական միության տարածքում, նախկին սովետական լագերում, այդ Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, որտեղ աղքատության քանակը մեծ էր։ Եվ հսկայական քանակությամբ երեխաներ սահմանները բացելուց հետո, եւ այդ կազմակերպությունները մտան այդտեղ, սկսեցին տանել ուղղակի։ Նաեւ Հայաստան, մենք այդ Հայաստանի փորձը ունենք։ Մենք գիտենք, որ դրա մեծ մասնակցությունը ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը կնոջ հետ։ Եվ այդ կազմակերպիչը միջև մոտ է կազմած, Հայաստանում աշխատում է։ Ռազմիկը կա չէ, ռազմիկին նո բան չի եղել։ Բայց լավ պահեք ռազմիկին։ Լավ պահեք, որտեղ ինքը դա ցուսմունքներ պետք է տա։ Արգելի ծնողներ, մենք բոլորս երեխաներ ունենք։ Անկախ նայած մենք որտեղ ենք ապրում, Հայաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում, թե որտեղ, մեր երեխեքը պաշտպանված չեն։ Ինչելս Ռուսաստանում ապրողները թող չմտածեն, որ Ռուսաստանում Էփշտեյն չկա։ Մենք դանդաղ ենք անդրադառնալու։ Իրենք էլ իրենց հրեշներն ունեն։ Պարզվում է։ Եվ այդ հրեշները, այս հրեշները ջերմ հարաբերությունների մեջ են եւ կապերի մեջ։ Փոխադարձ այցելություններ, փոխադարձ հյուրասիրություններ երեխեքով։ Ես հիմա Ամերիկան մասի վրա կենտրոնացած, բայց դե ես ուղղակի տվյալներն եմ հավաքում։ Սա նույնը կատարվում է նաև Ռուսաստանում։ Թող ոչ մեկ չմտածի, որ Ռուսաստանում չկա եւ Պուտինն էլ խաբար չէ ամեն ինչից։ Պուտինը մի բանի մեջ չկա, Էփստեյնի ցուցակում չկա, ինքն խելոք ա եղել։ Որպես ռազմեչիկ։ Ուղիղ ոչ մի բան չի արել։ Իր փոխարեն արել է, ովքեր որ պետք է անել։ Մասնավորապես Լավրովը։ Հա եւ այն կազմակերպությունները մոդելային, որոնք արել են ինչ որ արել են։ Բայց նա որպես ռազմեչիկ Էփշտեյնը ով էր, որ ինքի հետ հանդիպել։ Մանավանդ որ 99 թվականից արդեն Պուտինը նախագահ էր, ոչ ավելի ոչ պակաս Ռուսաստան։ Listen to what Roseanne says in a Tucker Carlson interview. She starts calling out celebrities and elites for eating babies. Սա հին զայնագրությունն է, որ ասում է Tucker Carlson-ը պատմում, որ սրանք երեխեք են ուտում, որտեղ Tucker Carlson-ը հեգնում է, իսկ հիմա ինքը համաչում է իրարացի համար։ Ինքն էլ բոլոր շատերի նման շոկի մեջ է, որ այս մարդիկ են գոռում են, ասում են, ինչ որ կատարում է, սա ճշմարտություն է եղել։ She's been running in this circle for years. So I think that maybe
we should listen to what she says. Do you believe her? Let me know in the comments. That is not bullshit. It's true. So it's not just the dogs and the cats, not just the pets. Ասում ենք մենակ կենթանի չեն ուտում։ Հեգնում է էլի։ It's not just the dogs and the cats. They're full-on vampires. And everybody still thinks I'm crazy, but I'm not crazy. Ասա կառավարությունը վամպիրներով է լցված, բոլորը կարծում են գիժ են, բայց ես գիժ չեմ։ They're full-on vampires. They love the taste of human flesh and they drink human blood. Վամպիրներով է լցված երկիրը, որոնք խմում են երեխեքի մարդկային արյուն եւ ուտում են մարդու միս։ They do, Tucker. Stop staring at me like that. You're freaking me. Սա դեր տենց են ասում, հերիքա տես նայես։ Yeah, man. Because you spent your life in the entertainment business, so I think you have some authority on this. Մի խոսքով։ Պակե կարսոններն են նույնիսկ հեգնում, չի ավատում, կապական։ Բայց սա լսե, այս երախուն ոնց են ստիպել։ Did your mom force you to eat Sam? Yes. There was a victim named Sam. Ես աշկան հարցրեց, ասում է, կոմային ես ստիպել ուտես Սեմի, ասում է, հա, ինքի հետ 8 տարեկան է։ I was 8 years old from Chicago. Or at least that's what my parents told me. Most of my life, like my mom and dad were like, he's your new brother. We had to. Ասեն սա կոնորի եղբայրն է։ 8 տարեկան, Սեմը, նշված հասեն ուտում իրար հետ։ Dinner with him, they called it the Last Supper, and ու դա կոչել են վերջի ընտրիկ, կրկիրա չէ։ It wasn't the first time I was fed human flesh. Thankfully, my mother cooked it. Շնորհակալ եմ, որ գոնե եփել էր, որովհետև որոշ դեպքերում հում են ուտում այդ երեխեքինը։ I've heard of other stories. Շրջանառության մեջ, ոսում ասում եմ, ես ցանցես չէի անդրադառնալ, եթե սրանք այսօր չորոշեին Հայաստանի ճակատագիրը։ Այսօրվա Հայաստանի կառավարության ուղիղ Այսօրվա Հայաստանի կառավարությունը գտնում է ուղիղ սրանց ենթակայության տակ։ Եվ եթե մենք նայում ենք Փաշինյան Նիկոլի ասածները, գրվածները, այդ իր գրքի բովանդակությունը ուղիղ համատական է, ուղիղ համընկնում է այն ինչ որ քալոզվել է այսքան տարիներ Ամերիկայի հասարակական։ Սա պետք է վերջ տրվի։ Վերջ, դա կարող է սկսի Հայաստանից։ Դա կարող է սկսի Ամերիկայի հասարակականից։ Պետք է վերջ տրվի։ Մենք գործ ունենք եւ Հայաստանում եւ աշխարհում ենք հրեշների կառավարության հետ, սատանիստների կառավարության։ Բարի բնաստով։ Կարող ենք մեկ սա դիմակայել։ Կփրկվենք մեր երեխեքը կփրկվեն։ Չենք կարող կծուլանան, չգիտեմ, կոմֆորտի զգացումից ելնելով որ հանդերձ մեջից դուրս չգանք, փախնենք մեր պարտականություններից։ Այս բեռը կդնենք մեր երեխեքի վրա։ Ու ստիպած իրանք պետք է սքաշ տան։ Եթե իհարկե երկիր մնա եւ ընդհանրապես մոլորակը մնա, որը այն ձևով ինչ որ հիմա է մեր պատկերացումները։ Եթե չէ, ես չգիտեմ։ Ես ուրիշ բան չեմ ուզում մտածել։ Սա ուղղակի նայեք ով է սա Քուշների հայրն է, Բեռնարդ Քուշները, որը օրգաններ առանց սահմանների այդ կազմակերպության նախագահն է։ Այս մարդկանց առևտուր, օրգանների առևտուր, այդ Ջերարդ Քուշների հայրն է, որ այսօր հարցեր է լուծում, Թրամփի աշխատակազմի թիվ 1 մարդն է, համաշխարհային մակարդակի հարցեր է լուծում, մանավանդ Ուկրաինայի հետ, մասնավորապես Եվրոպայի եւ Միջինարևելքի։ Այս հրեշների տիրապետության ժամանակն է։ Վերադառնանք Հայաստան։ Վերադառնանք Հայաստան ու նայենք ինչ ունենք։ Ու ինչի ենք մեկ մեր ձեռով։ Հարցի ժամանակավոր լուծում են առաջարկում ու իրականացնում բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի որ գումարտակներ։ Երկրորդ գումարտակի պարեկները այս փոսերի մեջ տեղադրում են անվադողեր,
թե որտեղից այս սամբադողերը ճարեցին, դա այդքան էլ հետաքրքիր չի, բայց սա հարցի լուծում չի։ Հարգելի քաղաքապետարան, հարգելի պարոն Ավինյան, Հարգելի։ Ժողովուրդ ջան, միամտություն կլի կարծելը, թե սրանք հետաքրքրված են ինչ-որ մի բան անելու համար մեզ։ Չգիտեմ, հիմարության հասնելու միամտություն կլինի։ Ոչ իմացած հետաքրքիր չի։ Բացարձակապես։ Պետք է հասկանանք միան իրենք ուզենալու չեն կարող անել։ Այս համակարգը բացի քանդելուց եւ քանդվելուց ոչ մի բան չի կարող անել։ Սա ինքնաոչնչացվող, ինքնավնասող համակարգ է։ Հիմա խնդիրը սեղը։ Մենք այս համակարգի ինքնաոչնչացմանը, մեր ոչնչացմանը նպաստելու ենք, թե պետքա փոխենք այս համակարգը։ Հա, մենք արդեն հասել ենք այդ վիճակին, որ փոսերը ոչ թե լցվում է, փակվում անիներով, ընելում ձեռքով։ Ոստիկանների ձեռքով։ Ես պետք է ոստիկաններին ասեմ, ձեզ էլ է շատ, որ ձեզ sense բան են վստահում։ Լուրջ եմ ասում, ձեզ էլ է շատ։ Ու սա sense մնալու է, սա ոչ մի բան չի կարող փոխել, որտեղ այդ փոխող համակարգը գոյություն չունի արդեն։ Չկա այդ համակարգը։ Չկա, չի կարող Փաշինյան Նիկոլի այլասերված, այս կեղտագույն, դավաճանական համակարգը ասֆալտ սարքել, հասկանում եք։ Նույնիսկ ասֆալտ սրանք ակադեմիական քաղաքներից են խոսում, երկրից են խոսում, չգիտեմ, նորագյուղ նոր քաղաքից են խոսում։ Եվ այլն։ Մենք արագ քայլելով վազում ենք դեպի ինքնաոչնչացում ուղղակի ձեռքի բռնած։ Սա ուրիշ ձև չեմ կարող ասել։ Նայեք, երբ որ դրականի մասին մենք շատ չենք խոսում, բանընդհատ չենք տնկարում, միգուցե սխալ համեստությունից ելնելով։ Եվ շատ համեստ են, դրականի մասին չեն խոսում։ Պետք է ասեմ, սա նույն բանն է, ինչ որ Փեմ Բոնդին է ես հյուս տալի, այդ դատախազին է։ Գոյան ասում են կասու անունը այդքան չի ինչում ասել, մեկ ինչքան Էփշտեյնի գործերի մեջ Թրամփի անունը, ինքը ասում է ինչ է ծաղրում Աստվածաշունչը։ Ասում է, սա նույն մեթոդաբանությունն է։ Լրիվ նույն մեթոդաբանությունն է։ Այսինքն լկտի, ցինիկ, ինչքան հնարավոր է։ Ինչքան հնարավոր է։ Բանի մեջ է, չէ, ոսկեորտի մեջ է ասում, больше цинизма, люди на этом нравится։ Բենդերի խոսքերն ասա։ Էնա գնում են, բան են, ասֆալտ են սկսում քերել ճկուտներով։ Միտեղ որտեղ որ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել։ Ու դա է ճիշտը դառնում TikTok-յան։ Ու այնուամենայնիվ վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավելու։ Դրանում չի հարցը, բայց ասֆալտ եղունգով։ Իրանք չեն ընդունել, իսկ հարցը ասֆալտը ո՞նց է եկել ասել։ Ոնց կարող երկրում ասֆալտ արտադրվի, որը եղունգով կարելի է քերել։ Ինչ կապ դուք ընդունել եք թե չէ։ Ասում եմ Հայաստանի երկիրը, որտեղ կարելի է ասֆալտ, կարող է ասֆալտ արտադրվի, որը եղունգով քերվում է։ Հա։ Դա խոսում է ինքը իրաց լավ բաների մասին չի խոսում, համեստորեն լրելով։ Ժողովուրդ ջան, սա մեր երկրի իրական պատկերն է։ Իլյուստրացիան է, սա բոլոր ոլորտներում է, եւ կրթական, եւ բժշկական, եւ պաշտպանողական, հա։ Սա է, այս ցեխա, մենք հիմա ապրում ենք այս ցեխաջրերի մեջ։ Հիմա էլ միջանոց թոշակառուների համար նոր բան են մոգոն է, ով չհասցրեց գրանցվել, մինչև մարտի կեսերը։ Չթղթեր նորից բերի գրանցվի, ինչ-որ բաներ են անում, որ ինչքան հնարավոր է շատ մարդ մաղեն իրենց իսկ ընդունած նոր սպասարկման բաներից։ Այսինքն եթե դու չհասցրեցիր սրանից, դու հիվանդացար, այն ինչ որ իրանք քո փողերը վերցել են արդեն քեզ ապահովություն ապահովելու համար, չես մտնելու դրա մեջ։ Իրանք փողը վերցրել են ապահովության համար։ Հիմա իրանք ուրիշ բան են անում, որ դու չհասցնես ուղղակի իրականացնես, դա է թղթաբանությունը, ու քեզ վաղը մերժեն քո իսկ թոշակի դիմաց քեզ բուժում ապահովելու համար։ Սրանք հրեշները բարի իրական իմաստով այն ինչ որ ես ցույց էի տալի մեծ մասշտաբների վրա, սրանք փոքր մասշտաբների վրա հրեշ են։ Ես ասում եմ Էփշտեյնի ճտեր, ես սրան բան եմ դա ասում։
ամեն ինչ գալիս ընկնում է տեղը։ Ամեն ինչ, այն դոկտոր Մահից սկսած, այդ Արսեն Թորոսյանից, որ հիմա սոցիալ նախարարն է, դուք հասկանում եք։ Հասկանում եք, ով է սոցիալ նախարարը։ Մարդ որ սերական մարդասպան է, մարդ որ այդքան մարդ կարավ սպանեց։ Փաշինյան Նիկոլի մասին չի, Արսենի մասին է միջև պատերազմը։ Հիմա իրան անթիվ զոհեր տալու համար նշանակել են սոցիալ նախարար։ Հասկանում եք, ու կենտրոնից է նույն այդ համաշխարհային առողջապահական կենտրոն կա, չէ՞, որ ինքն է որոշում տարեկան ինչքան մարդ պետք է վակցինացվի, ոնց վակցինացվի, ինչքան պետք է մեռնի, եւ մի խոսքով ամեն ինչը։ Սա դրանց ենթականերն են։ Ու մեթոդաբանությունը, լեքսիկոնը լրիվ նույնն է։ Դրա համար էլ այդ աջակցությունը կա։ Մենք ինչ ենք ուզում, մենք։ Սա է ամենակարևոր հարցը։ Եվ վերջում հաղորդման ես ուզում եմ սրանով ավարտել ես երկու կերպարների նույնականացումով։ Հավատում եմ սրան։ Ու իմ նմանների գործը տեսնում եմ ես ամեն ինչ արագացնելու մեջ։ Որպեսզի մենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք։ Մենք արդեն աղելի կորուստներ ունենք, անվերականգնելի կորուստներ ունենք, գոնե ինչ-որ հնարավոր է վերականգնել, պետք է վերականգնել։ Բայց որպեսզի տակը մի բան մնա, այսօր պետք է շուտ գա, ու մենք պետք է այդ օրը մոտեցնենք։ Մենք ունենք ընդամենը 4 ամիս։ 4 ամիս հետո ուշ է լինելու։ Եթե չասեմ անհնարին է լինելու, ուշ է լինելու գոնե։ 4 ամիս։ Ցանկացած ձևով։ Սրանք պետք է արժանանան նույն ինչպես Նիկոլայ Չաուշեսկու, նույնը Նիկոլ Չաուշեսկուն։ Լրիվ համապատասխանում է կենսագրությունը, դիրքը, պահվածքը, ամեն ինչ մեկը մեկին բռնում է։ Այս լավ բարեմաղթանքներով էլ ուզում եմ ավարտել հաղորդումը։ Լավ մնացեք։